Այսօր մենք նշում ենք ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակը։ Սա կարևոր ժամանակահատված է պետական կառավարման համակարգի համար եւ միևնույն ժամանակ լուրջ առիթ վերանայելու անցած ուղին եւ գնահատելու այն խնդիրները, որոնք դեռևս մնում են լուծման կարիք ունեցող։ Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի ջրային ռեսուրսների կառավարման համակարգված եւ պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել եւ շահագործվել են ոռոգման եւ ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաեւ այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը եւ արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավերներ մնալ։ Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, եւ դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում եւ կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության եւ ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլ ռազմավարական խնդրի։ Այս հոբելյանը պետք է ընկալվի ոչ այնքան որպես ձեռքբերումների ամփոփում, որքանով զգացնացնող պահ։ Այն մեզ հիշեցնում է, որ ոլորտում դեռևս մեծ աշխատանք կա անելու։ Անհրաժեշտ է խորքային գնահատել առկա թերությունները եւ բացերը, վերանայել գործիքակազմը, վերաիմաստավորել կառավարման մոտեցումները եւ որդեգրել առավել արդյունավետ լուծումներ։ Ջրային կոմիտեի դերակատարությունը պետք է շարունակաբար հզորանա, հենվելով մասնագիտական ներուժի, հաշվետվողականության եւ երկարաժամկետ ռազմավարական մտածողության վրա։ Միաժամանակ պետք է հստակ ընդգծել, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ Շատ բան կախված է պետական մարմինների համակարգված աշխատանքից, համայնքային կառավարման արդյունավետությունից, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքից։ Ջրի օգտագործման մշակույթի ձևավորումը, խնայողության եւ անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է դառնան հասարակական վարքագծի մաս։ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք։ Վստահ եմ, որ համատեղ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը եւ ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին։ Այս 25 տարիները թող լինեն ոչ միայն անցած ճանապարհի հիշեցում, այլև հստակ հանձնառություն, առավել պատասխանատու, արդյունավետ եւ հեռատես աշխատանքի համար։ Շնորհակալություն։